Ինչպես աշխատել համոզմունքների հետ։ Ընդհանրապես դա իրատեսական է։ Օրինակ ես ունեմ համոզմունք, որ անհաջողակ եմ, ինչ էլ անեմ, գլուխ չի գալու գործը։ Կամ ես ունեմ համոզմունք, որ արժանի չեմ ավելի լավ կյանքի։ Ու ճկված, սենց հարմարված ապրում եմ այն իրականության մեջ, որ կամ։ Երևի թե ոչ մի բան վերջնագիր չէ, հաստատ չէ ուզի ելնենք այն կետից, որ ոչ մի բան հնարավոր չի դրա հետ անել, ցանկացած երևույթի հետ ըստ էության մեր ներսում որ կա, մենք կարող ենք ինչ-որ բան անել, եթե A առաջինը դա գիտակցում ենք եւ B ուզում ենք դրա հետ ինչ-որ մի բան անենք։ Եթե այս երկուսը կա, հասկանում ենք, որ կա ինչ-որ համոզմունք, որը բերում է ինչ-որ վարքի եւ էմոցիոնալ վիճակների ու որը մեզ խանգարում է, բացասաբար է ազդում մեր վրա ու որի հետ ուզում ենք աշխատենք, ուզում ենք փոխենք, երևի թե նախ պիտի փորձենք գտնել պատճառը, պիտի փորձենք հասկանալ, երբ որ պահից կյանքի ինչ իրադարձությունների արդյունքում մեզ մոտ ձևավորվեց այդ համոզմունքը, որովհետև մենք հաճախ տեսնում ենք, որ համոզմունքների տակ կան էլ ավելի խորքային համոզմունքներ, որոնք որ ձևավորվում են հաճախ մանկության շրջանում եւ դրանք տարբեր իրադարձությունների, երբեմն դաստիարակության, մեր հետ տեղի ունեցած, այս կամ այն հանգամանքների արդյունքն են։ Եվ հաճախ կարիք է լինում, որ մենք հետ գնանք ու փորձենք հասկանանք, որտեղից է առաջացել այդ համոզմունքը, ինչ հանգամանքներով է դա ամրապնդվել մեր ներսում ու դարձել այսպես խորքային, հիմնական, ինչ-որ բազային համոզմունք, որ հետո տեսնենք ինչ կարող ենք դրա հետ անել, ամենահեշտ աշխատանքներից չէ։ Հոգեբանի կաբինետում շատ հաճախ եք աշխատում համոզմունքների հետ։ Այո, թեև միշտ չի, որ հայցը հենց համոզմունքներին է վերաբերվում, ավելի հաճախ մարդկանց անհանգստացնում են հուզական վիճակները, հույզերը, որոնք առաջանում են համոզմունքներից։ Առաջին հայացքից մենք մտածում ենք, որ հույզերը կամ վարքը առաջանում են ի պատասխան իրավիճակի կամ ազդակի, օրինակ քննությունը ես զգում եմ անհանգստություն։ Բայց բնականաբար դա այդպես չէ, որովհետև եթե իրավիճակը առաջացներ հույզ, մենք բոլորս նույն իրավիճակում նույն բանը կզգայինք, մինչդեռ մենք բոլորս շատ տարբեր բաներ ենք զգում ու շատ տարբեր ձևով ենք հակազդում, որովհետև նաև ունենք տարբեր վերաբերմունք եւ տարբեր համոզմունքների համակարգ, անգլերեն դրան ասում ենք belief system, այսինքն այն բոլոր համոզմունքների ամբողջությունը, որը որ մենք ունենք այդ երևույթի հետ կապված։ Ու այո, այս երկրորդի հետ շատ ենք աշխատում, որովհետև հենց դա է առաջացնում այն վիճակը, որից այցելուները հաճախ բողոքում են։ Երբ ասում ենք համոզմունքների հետ աշխատանք, հավատամքների, հավատալիքների, համոզմունքների համակարգ, ինձ այնքան բարդ է թվում դրա հետ աշխատել։ Դա այդքան հեշտ բան չի։ Ես չգիտեմ իհարկե ում մոտ ոնց, բայց ես հիմա մտածում եմ, որ եթե ինձանից խլեն իմ համոզմունքները, ես կարող ինչ-որ պահի այդ վակուումի մեջ հայտնվեմ, դա մի քիչ վախենալու է թվում։ Ոչ մի բան չենք կարող խլել, որովհետև եթե խլենք փոխարենը ոչինչ չառաջարկելով, կունենանք ավելի վատ վիճակ։ Ուրիշ հարց է, որ համոզմունքները երկու խոշոր խմբի կարելի է բաժանել, օրինակ մենք կարող ենք այսպես ասել կառուցողական կամ ոչ կառուցողական կամ գուցե ռացիոնալ եւ ոչ ռացիոնալ, անգլերենում ավելի դիսֆունկցիոնալ բառը կարող ենք օգտագործել, այսինքն մենք հասկանում ենք, որ կան համոզմունքներ, որոնք դիսֆունկցիոնալ են, ապա կառուցողական են, գուցե իրացիոնալ են, այսինքն չունեն հիմքում տրամաբանական, փաստահեն ինչ-որ հիմք։ Իսկ կարող է եղել այդ հիմք ուղղակի մենք չենք հիշում։ Ինչպես է ավելի հաճախ լինում է ինչ-որ մի իրադարձություն, որից մենք անում ենք ինչ-որ հետևություններ, որոնք գուցե շատ տեղին են այդ իրավիճակի համար։ Բայց անցնում է ժամանակ ու մենք այդ համոզմունքը մեր հետ դնում ենք մեր ուսապարկի մեջ ու բերում ենք հետագա իրավիճակներ, մինչդեռ հետագա իրավիճակների համար այդ համոզմունքը արդեն առհասարակ արդիական չի։ Կենսաբանության այդ տերմինը ռուդիմենտ, որ ասում ենք, մի մաս, որը որ մնացել է, բայց այլևս գործառույթ չունի, շատ նման է լինում այդ ռուդիմենտար ինչ-որ երևույթներին, որ համոզմունքը երբևէ եղել է ու երբևէ ունեցել է կարևոր գործառույթ մեզ համար, կարևոր նշանակություն, գուցե անգամ կենսական, բայց հիմա ինքը այլևս արդիական չի ու մենք իրեն ուղղակի ունենք, որովհետև մի ժամանակ պետք էր։ Որտեվ չենք գիտակցում։
Նաև ինքը Որովհետև չգիտակցված համոզմունք է։ այո, հաճախ դրանք չգիտակցված են եւ հաճախ մենք չենք ընկալում, որ դրանք մեզ խանգարում են կամ այսպես ասած աղճատված են։ Այս առումով շատ հաճախ խոսում են մտածողության աղճատումների մասին, որը մեզ բոլորիս բնորոշ է, այսինքն մենք բոլորս մեր մտածողության մեջ երբեմն սուբյեկտիվ, ոչ փաստերի վրա հենված եզրակացություններ ենք անում, հաճախ շուտափույթ, որոնք էլ հենց անվանում ենք մտածողության աղճատումներ, դրանց օրինակներ կարող ենք քննարկել, ենթադրենք տարածվածներից մեկը սև ու սպիտակ մտածողությունն է, երբ որ ասում են ամեն ինչ կամ ոչինչ, ես կամ պիտի 10 ստանամ 10-ից, կամ ավելի լավ է ինձ այդ 7-ը մի դրեք, ինձ այդ 7-ը պետք չի, հա? Կամ պետք է իմ պատրաստած սահի կաշարի իդեալական լինի, ամեն ինչ հավասար, հա, մի քիչ դեպի կատարելապաշտություն, պերֆեկցիոնիզմ գնացող, կամ չէ, կամ ինձ սիրում են, կամ ինձ չեն սիրում, միջանկյալ նորմալ, այսպես ասած վերաբերմունք ինձ անհրաժեշտ չէ։ Մեկ այլ օրինակ է գերընդհանրացումը, որը մենք բոլորս էլի բավականին հաճախ կիրառում ենք, օրինակ աղջիկը գնաց ժամադրության մի տղայի հետ, տղան այլևս իրեն չզանգահարեց, ու ինքը արեց անմիջապես հետևություն, որ ես լավը չեմ, ես երբեք չեմ կարողանա կառուցել իմ անձնական կյանքը։ Այդ երբեքներն են էլի, այդ համոզմունքի մասին Այո, հիշում։ հենց այդ ընդհանրացումը հենց նրա մասին է, որ մենք չգիտենք ինչու այդ տղան չզանգահարեց։ Գուցե ուղղակի ավտովթարի էր ենթարկվել, գուցե չէր հավանել, բայց անգամ եթե չէր հավանել, հեչ պարտադիր չի, որ դա լինի այդ աղջկա մասին ու այդտեղից ամենևին չի հետևում, որ ուրիշ տղաներ չեն կարող իրեն հավանել։ Բայց միշտ չէ, որ մեր ուղեղը այս բոլոր շղթաների միջով անցնում է, մտածում է, որ կարող է ինչ-որ բան է եղել, կարող է ուղղակի մենք իրար համար չենք, գուցե ուրիշ մեկի հետ կստացվի։ Հաճախ գալիս է այդ գերընդհանրացումը, որը եւ արդեն ձևավորում է մեզ մոտ համոզմունք, հատկապես եթե դա կրկնվում է մի քանի անգամ, հա։ Աղճատված մտածողության օրինակ են նաև շատ պետքեները, որ ես պետք է այսպես անեմ։ Տեսակ որ խոսում ես կներես ընդհատում եմ, այդ պերֆեկցիոնիզմին է տանում։ Համոզմունքները հաճախ ինձ թվում է այդքան էլ կարող է պետքեների մասին չեն, ինչպես ես էի դա միջև մանկալում։ Որքան որ ես ունեմ չգիտակցված պատկերացում իմ ու աշխարհի մասին, ու դա իրոք գիտակցված չի։ Ես անգամ չգիտեմ իսկապես դա որտեղից է գալիս, բայց ես ունեմ այդ համոզմունքը, որ ես լավը չեմ կամ աշխարհը լավը չի, որում ես ապրում եմ։ Այդ ես միշտ ճիշտ եմ, բոլորը միշտ մեղավոր են։ Այդ ընդհանրացումներից էլի օրինակ եկա։ Քան ավելի պերֆեկցիոնիզմ, բայց հիմա եմ հասկանում, որ գուցե այդ երկուսը իրարից շատ էլ լավ կապված են։ Այսինքն, եթե ես անverջ ցկտում եմ կատարելության, ուրեմն ես ունեմ մի համոզմունք, որ օրինակ, ինձ չի կարելի լինել անհաջող, սխալական։ Ես չեմ կարող սխալվել, ես պետք է ամեն ինչ անեմ ճիշտ, էլի պետք է։ Ես պետք է միշտ ամեն ինչ անեմ ճիշտ։ Ինչ բան, բացարձակ sense բաներ են, չէ, երևույթներ են։ Ու նույն ես անհաջողակ եմ, բնականաբար էլի գերընդհանրացում է։ Վստահաբար բոլորի կյանքում լինում են իրավիճակներ, երբ իրենք չեն հաջողում, սխալվում են, ձախողում են, չեն կարողանում հանձնել քննությունը, չեն ընդունվում աշխատանքի եւ չեն, չգիտեմ, մերժում են ստանում ինչ-որ մեկի կողմից եւ այլն։ Բայց բնականաբար այդ իրադարձությունը դեռ չի նշանակում, որ մենք կյանքի մնացած բոլոր ոլորտներում միշտ պարտադիր չենք հաջողելու։ Հենց այստեղ է, որ այո, այս ծայրահեղական մտածողությունն է բնորոշ մտածողության աղճատումներին, երբ մենք ավելի շատ սկսում ենք ընդհանրացնել, միշտ, պետք է, ամեն անգամ, եւ դա շատ ծանրացնում է բնականաբար մեր կյանքը ու այդպես ապրելը շատ դժվար է դառնում եւ շատ սահմանափակում է մեզ։ Կարծես մենք ինքներս մեր համար ինչ որ վանդակ ենք ստեղծում այդ համոզմունքներով, որոնցից մենք ինքներս մեզ թույլ չենք տալիս դուրս գալ։ Իսկ ճիշտ է, որ համոզմունքները ծնունդով մանկությունից են։ Կա մի տեսություն հոգեբանության մեջ, որով շատ տարված եմ մի ժամանակ ու սիրում էի շատ տրանզակտ վերլուծությունը, այնտեղ պնդում են, որ համոզմունքները ձևավորվում են այն աստիճան վաղ մանկությունում, որ իսկապես դա գիտակցելն անգամ հնարավոր չի, ու դա ձևավորվում է որպես սցենարի ու տենց էլ կոչվում է կյանքի սցենար, որոնց հիմքում այդ համոզմունքներ են, որոնք ինչ որ ժամանակ շատ վաղ են, որ ընդհանուր մինչև 1 տարեկան հասակը, հա, մեր ու աշխարհի հարաբերությունների պատճառով ձևավորվում են ու հետո դառնում այդ մեր ամբողջ կյանքի սցենարի մի ամբողջ գիծ կամ հենց ամբողջական սցենար, դա միֆ է, թե իսկապես այդպես է, այսինքն իսկապես մեր խորքային համոզմունքները, որոնք հաճախ չգիտակցված են, գալիս են մեր մանկությունից։ Որպեսզի ես էլ ինքս էլ չընդհանրացնեմ, կուզեմ ասեմ, որ հաճախ, այո, հաճախ մեր համոզմունքները ձևավորվում են մանկության շրջանում, բայց դա չի նշանակում, որ չեն կարող ձևավորվել նաև հետագայում։
Մեծ մասը երևի թե այո արմատներով մանկությունից են, ինչ որ մանկական ժամանակ տեղի ունեցած փորձառություններից, ծնողների հետ շփումից, ուսուցիչների ազդեցությունից եւ այլն, բայց պարտադիր չէ, որ անպայման դրանք ձևավորված լինեն մանկության ժամանակ։ Եվ միշտ չի որ մենք հիշում ենք այդ կապերը, այսինքն հոգեթերապիայում մենք իհարկե փորձում ենք հետ գնալ, նավարկել ու փորձել այցելուի հետ միասին վերհիշել այ որ պահին որ իրավիճակում ինչ հանգամանքների ազդեցությամբ ինքը սովորեց այդպես մտածել իր մասին կամ աշխարհի մասին կամ այլ մարդկանց մասին, որովհետև համոզմունքները հիմնականում այդ երեքին են վերաբերվում։ Իհարկե միշտ չի որ այդ կապը գտնում ենք, բայց հաճախ այո, այդ կապերը դուրս են գալիս հենց մանկության շրջանից, թեև էլի պարտադիր չէ։ Իսկ ո՞նց ենք աշխատում։ Ախր շատ մանկություն հետ գնալը վստահ չեմ, որ իմ ամենասիրած մեթոդներից է հոգեբանության մեջ, դրա համար ես շատ այնց հոգեվերլուծության կողմնակիցը չեմ ու չեմ եղել երբեք, բայց այո, իհարկե ոնց որ ընդունում եմ, որ շատ բաներ գալիս են մանկությունից, բայց ինչ աշխատանք է տարվում, երբ այցելուն եկել է այդ հայցով, որ ես ունեմ խնդիր իմ ինքնագնահատականի հետ, չգիտեմ, աշխարհի հանդեպ իմ պատկերացումների հետ ու դրանք ինձ խանգարում են ապրել, որովհետև ես չեմ անընդհատ, ես անհաջողակ եմ, իմ մոտ ոչինչ չի ստացվի, ասել քեզ միշտ չի որ իրեն գալիս են հենց այդ հայցով, բայց անմիջապես տակից մեկ էլ դուրս են գալիս։ Ինչ հնարավոր է անել դրա հետ։ Թե խնդրեմ ասես թե հոգեբանի կաբինետում ոնց է դա սովորաբար սկսվում ու ինչով է ավարտվում, հետաքրքիր կլինի։ Երկրորդ, եթե ես հենց հիմա լսում եմ այս զրույցը ու ես գիտեմ իմ համոզմունքը, ես արդեն դեմքով ճանաչել եմ իմ համոզմունքներին, ինչ կարող եմ ես անել դրանց հետ։ Առաջինի մասին կարծեմ մի քիչ խոսեցինք, եթե կարճ հիշեցնեմ, դա նրա մասն էր, որ փորձենք հասկանանք, որ պահին ինչ իրավիճակում այդ համոզմունքը առաջացավ։ Այդքանը բավարար է որ անցնի, չէ՞։ Դա բավարար չի, դա առաջին քայլն է, որը ավելի շատ այդ ինսայթ, հա, փայլատակում երևույթի մասին է նաև, որը հոգեթերապիայում շատ շահարկվում է, երբեմն անգամ համարվում է, որ հիմքը ամբողջությամբ հենց այդ ինսայթն է, որ եթե դա չկա, լավ չի, կամ եթե դա կա, արդեն աշխատանքը ավարտվեց, առանց էլի ոնց որ ծայրահեղությունների մեջ գտնելու, այդ գիտակցման, այդ փայլատակման պահը, որ փաստորեն սա առաջացել է այս պահին, այս իրավիճակում ու դրանից բխող նաև մյուս գիտակցումը, որ ինչքանով է դա ակտուալ իմ համար հիմա, հա? Ու իդեպ միայն հոգեվերլուծությունը չի այս ճանապարհով գնում, նույն ժամանակակից հոգեթերապևտիկ ուղղություններն էլ, ինչքան էլ ներկայի վրա ավելի կենտրոնացած լինեն, ամեն դեպքում փորձում են այդ կապերը գտնել, որպեսզի ավելի խորքային աշխատանք լինի։ Հասկացանք, գիտակցեցինք, որ սա մի քիչ ռուդիմենտի նման է, այսինքն եղել է իմ համար օգտակար, շնորհակալություն այսինչ մեխանիզմին, համոզմունքին, որ առաջացել է ու ինձ օգնել է, բայց հիմա այլևս դա ինձ չի օգնում եւ հակառակը ինձ սկսում է վնասել ու այստեղ նաեւ առաջանում է մոտիվացիան դրա հետ ինչ-որ բան անելու։ Երբեմն, երբ որ մենք օրինակ չենք գալիս հոգեբանի մոտ, այս կետը բաց ենք թողնում ու միանգամից երկրորդ կետից ենք սկսում, որը որոշ դեպքերում գուցե էլի կարող է արդյունավետ լինել, բայց ոչ միշտ, արդեն կախված հանգամանքներից կարող է եւ մեզ չհերիքել։ Երբ որ արդեն հասկացանք համոզմունքը, մենք կարծես հասկանալով, որ կան ռացիոնալ, այսինքն փաստահեն եւ ոչ ռացիոնալ մեր մտածողության աղճատումների վրա հիմնված համոզմունքներ, ինքնայս մեզ հետ անկեղծ լինելով պետք է փորձենք հասկանանք այս համոզմունքը որի մեջ է, հա? Իսկն այս համոզմունքը ռացիոնալ է, թե ոչ։ Դրա համար մի քանի հարցեր մեզ կարող են օգնել, որ թե հոգեբանը կարող է տալ եւ թե մենք ինքներս մեզ կարող են տալ։ Օրինակ, ինչի հիման վրա եմ մտածում, որ սա այսպես է, հա? Ինչ օբյեկտիվ փաստեր կան, որոնք ապացուցում են, որ ես անհաջողակ եմ, հա? Եթե ես լինեի հանգիստ, գուցե ես իրավիճակը մեկնաբանելու ինչ որ ուրիշ տարբերակ կունենայի, կա իրավիճակը մեկնաբանելու ինչ որ այլ տարբերակ, հա? Ինչքանով այն հիմքերը, որոնք որ ես մտածում եմ, որ կան, օբյեկտիվ են։ Որտեղ մեկ-մեկ մենք մտածում ենք, որ ինքնաթիռ նստելը շատ վտանգավոր է, ու դա ամենավտանգավոր տրանսպորտն է, որովհետև մենք օդում ենք ու հողը չենք զգում։ Բայց կա վիճակագրություն, որը մեզ ասում է, որ ինքնաթիռների հետ, ինքնաթիռների վթարների արդյունքում ամենաքիչն են մարդիկ դժում։ Այսինքն կա մեր կարծիքը եւ կան 4 փաստեր, որոնք հաճախ վիճակագրության վրա են հենվում։ Այսինքն այս մի քանի հարցերը կարծես մեզ հենց այդ սոկրատեսյան մեթոդով օգնում են մի հատ վիճարկել ու հասկանալ ինչքանով իմ համոզմունքը ռացիոնալ է թե ոչ։ Եվ երբ որ արդեն հասկացանք, որ ոչ, որովհետև ռացիոնալ համոզմունքները հիմնականում մեզ չեն խանգարում եւ չեն առաջացնում ինչ որ բացասական հուզական վիճակներ, երբ որ արդեն նաեւ հասկացանք, որ
հիմնավոր չէ եւ ռացիոնալ չէ, ինչ որ աղճատում կա դրա հիմքում։ Ինքնես մեր համար կարծես փորձում ենք վերաձևակերպենք այդ համոզմունքը մի քիչ ավելի կառուցողական ուղղությամբ։ Օրինակ, ես կարող եմ ձախողել, ինչպես բոլորը, եւ դա նորմալ է։ Եվ դա ժամանակավոր։ Այս իրավիճակում ես ձախողել եմ, բայց հետագայում ինձ մոտ կստացվի, այո, այս անգամ ես չեմ ստացել այդ քննությունը, բայց ես նորից կպարապեմ, նորից կփորձեմ ու գուցե ինձ մոտ կստացվի։ Այսինքն, արդեն մենք փորձում ենք այցելուի հետ միասին կամ գուցե դա ինչ որ մարդիկ կարողանան նաև անել ինքնուրույն, բերել դեպի կառուցողական դաշտ մեր համոզմունքները, հենվելով ավելի, այսպես ասած, փաստահեն մոտեցման վրա։ Ինչից ենք ազատում այցելուին, երբ օգնում ենք նրան կամ մարդը ինքն իրեն օգնում է ազատվել կեղծ, ոչ հիմնավոր համոզմունքներից։ Գիտես, կարծում հենց այդ արհեստական բանտի զգացողությունից։ Հիմա միգուցե մի քիչ պաթոսային է հնչում, բայց այդ ոչ ռացիոնալ, մեզ սահմանափակող համոզմունքները մի տեսակ մեր համար մտածածին ինչ որ բանտ են ստեղծում, ու մենք սպասում ենք, որ մեզ ինչ որ մեկը այդտեղից պետք է դուրս հանի, բայց իրականում մենք ենք այդ բանտը մեր համար հորինել, մենք ենք, որ մեր համոզմունքներով, մեր կարծրատիպերով, մեր դիրքորոշումներով մեզ թույլ չենք տալիս մտածել, որ գուցե այդտեղից ինչ որ ելք կա, որը ես ինքս կարող եմ գտնել։ Ու կարծում եմ, այո, ազատում ենք այդ սահմանափակ ավելորդ սահմանափակումներից, սահմանափակ մտածողություններից ու տալիս ենք մի քիչ ավելի ազատություն ընդունելու, որ ես կարող եմ սխալվել, ոչ թե ընդունումը այստեղ այդ ինքնագոհության մասին է, որ իմ մոտ ամեն ինչ լավ է ստացվում ու ինչ որ կեղծ, եթե ես չեմ հաջողել, սկսեմ մտածել, որ ես հաջողակ եմ, չէ, դա դրա մասին չի, այլ հենց ավելի օբյեկտիվ, սթափ, այո, թեկուզ մի քիչ պոզիտիվ երանգով, որովհետև հաճախ համոզմունքները բացական ինչ որ մի բան, շատ ծանր բացական բաներ ունեն իրենց մեջ, բայց մի բան հասկացա, որ ասեցիր վանդակ, որը մենք ինքներս ենք դրել, շատ հաճախ համոզմունքները մեր ընտրությունն են, համոզմունքներից դուրս գալը այնքան վախենալու է, այդ ազատությունը ստանալը այնքան անորոշ է ու վախենալու, որ մենք կարծես հատուկ մեզ փակում ենք այդ համոզմունքի մեջ, որ վերջ աշխարհը վատ տեղ է ապրելու համար, կամ վերջ ես անհաջողակ եմ։ Այդտեղից էլ քո հարցը եկավ, բա որ ինձնից այդ համոզմունքը վերցնեն, ինչ եմ անելու, ու դա հենց մեր երրորդ կետի հետ է կապված, որ ուրիշ հակակշռող, ավելի առողջ համոզմունք, այս բարակայում պետք է ձևավորենք, այսինքն ոչ թե վերցնում ենք, խլում ենք այդ համոզմունքը կամ ջնջում ենք կամ վերացնում ենք այդ համոզմունքը, կարելի ասել մենք իրեն վերաձևակերպում ենք, մենք իրեն դարձնում ենք ավելի ճկուն, ավելի ադապտիվ կյանքի այս փուլի համար, ներկայի համար, իր ներկա իրավիճակը, ներկա փորձը, ներկա հասունությունը հաշվի առնելով նաև։ Դու գիտես մարդով չունի այդպիսի համոզմունքներ, թե բոլորս էլ ունենք քիչ կամ շատ չափով։ Բոլորս էլ ունենք, բայց մենք բոլորս դրանց հետ աշխատում ենք տարբեր չափերով, որովհետև մեր ինքնավերլուծության մակարդակը, ցանկությունը, մասնագիտությունը, փորձը, հասունության մակարդակը, ամեն ինչը շատ տարբեր է եւ հետեւաբար դրանց չափերը եւս շատ տարբեր են, բայց այստեղ միանշանակ կա լավ նորություն, որ բոլորս դրա հետ աշխատելու ռեսուրս ունենք ու գուցե սա այն կետերից է, որտեղ ինքնուրույն էլ ահագին բան ունենք անելու, եթե ունենք ցանկություն։ Այդ ցանկությունը ամենամեծն է այստեղ դեր խաղում, որովհետև երբեմն մարդը ունի նաև համոզմունք, որ ինձ ոչինչ չի օգնի, ոչինչ փոխել ես չեմ կարող, որևէ մեկը ինձ օգնել չի կարող, ու այս համոզմունքների հետ արդեն իսկապես շատ դժվար է աշխատել, որովհետև կարծես նաև այդ փորձելու մոտիվացիան չկա։ Եթե ես այնքան կարդացել եմ, ուսումնասիրել եմ, փորել եմ, իմ թերապիան անցել եմ եւ իմ համոզմունքներ եմ տեսնում եւ դիմացինի մեջ, շատ մտերիմ մարդկանց մեջ տեսնում եմ համոզմունք, որ իրենք կուրորեն չեն ընդունում։ Այստեղ մի բան հնարավոր է անել, թե չէ։ Այստեղ ես շատ լավատես չէի լինի, հաճախ կարծում եմ ոչ, որովհետև մարդուն հնարավոր է օգնել, երբ որ ինքը ցանկանում է եւ մարդը փոխվում է, երբ ինքն է ցանկանում փոխվել։ Մեր ցանկությամբ դիմացինները հազվադեպ են փոխվում։ Այսինքն չտվայտվենք։ Դա բախումները մտերիմ մարդկանց միջև լինում են, որովհետև ես տեսնում եմ, որ դու սխալ ես մտածում, այսինքն դիմացինը սխալ ուղղությամբ է գնում, նա համոզմունքներ ունի, որոնք ես չեմ կիսում ու անverջ այդ կռիվն է, որ փորձեմ դիմացինին փոխել, բայց դա էլ է մեր ընկալումը, որ իր համոզմունքն է սխալ, ոչ թե մեր։ Իր համար էլ հավասարապես մերը կարող է սխալ լինի։ Այդպես էլ կա։ Ու դա չափելի չի ընդհանրապես։
Եվ այստեղա, որ ինձ թվում է հետ ենք գալիս այն հին ու բարի ազդեցության գոտիների գաղափարին, որ մենք հստակ պիտի առանձնացնենք ինչն է, որ մեր ազդեցության գոտումը ու մենք կարող ենք փոխել, եւ ինչն է, որ չէ, մենք չենք կարող փոխել դիմացիններին, կողքի մարդկանց, ինչքան էլ մենք շատ ուզենանք, բայց մենք միշտ կարող ենք փոխել այդ ամենի հետ կապված մեր վերաբերմունքը, մեր մոտեցումները, մեր համոզմունքները։ Այս միտքը եւ շատ սահմանափակող է, որովհետեւ մենք հասկանում ենք, որ շատ սահմանափակ են մեր ռեսուրսները ու շատ թեմաներ կան, որտեղ մենք ոչինչ չենք կարող փոխել։ Բայց նաեւ շատ ուշ տվող է իմ կարծիքով, որովհետեւ մենք նաեւ հստակ հասկանում ենք, որ ամեն դեպքում միշտ կա ազատություն ընտրելու, ինչպես վերաբերվել արդեն եղած հանգամանքներին։ Ու եթե չենք կարող փոխել դիմացինին, ինչը հաճախ այդպես կլինի, միշտ կարող ենք դրա հանդեպ մեր վերաբերմունքը փոխել։ Շատ հետաքրքիր էր ավարտը հատկապես ինձ համար կամ այն եզրահանգումը կամ ինսայթը ոնց խոսեցինք, որ ես ունեցա, որ հատկապես իհարկե հիմա ինչքան մեծանում եմ, այնքան դա եմ զգում, որ նախ ես ավելի ճկուն եմ դառնում։ Այսինքն համոզմունքները հատ-հատ իրար հետևից շատ խելոք ու շատ հաշ ձևով, չասեմ փշրվում են, բայց այդ խմբագրվում են եւ երկրորդ ես չեմ կարող դիմացին փոխել։ Ես չեմ կարծում, թե դա իմ առաքելությունն է, ես չեմ կարծում, թե ես ծնվել եմ նրա համար, որ համոզեմ, որ դիմացինը չպիտի լինի այնպես, կամ մտածի այնպես կամ այնպես։ Սահմանափակեմ երևի խոսքս նրանով, որ ես չեմ կարող ու չեմ ուզում սկսել փոխել դիմացինի կյանք ու իր համոզմունքները անշուշտ։ Ու իդեպ մտածում եմ նրա մասին, որ գուցե խնդիրը միայն նա չի, որ մենք տեսնում ենք, որ դիմացինը սխալ է մտածում կամ ուզում ենք իրեն փոխենք, այլ հաճախ մենք մեր համոզմունքների կամ մեր վերաբերմունքի մեջ ենք կարծում, որ մյուսներն են մեղավոր։ Այսինքն օրինակ ամուսինս այսպես արեց, դրա համար ես ունեցա այս համոզմունքը։ Հա, օրինակ, ինձ դավաճանեց, դրա համար ես որոշեցի, որ բոլոր տղամարդիկ հիմարներ են, ու եթե ինքը չդավաճաներ, ես այդ համոզմունքը չէի ձևավորի, որը նույնպես իրականում իհարկե միֆային է, որովհետև էլի օրինակ դավաճանությունը, որը բերեցինք, իրադարձություն է, մենք ենք որոշում դրան ոնց վերաբերվենք եւ առավել եւս ինչ հետեւություններ անենք դրանից ընդհանրապես եւ մասնավորապես մեր անձի մասին, որովհետեւ բոլոր իրադարձություններից հետո մենք նաեւ մեր մասին ենք ինչ որ եզրակացություններ անում, որ օրինակ ես բավականաչափ լավը չէի, դրա համար դա տեղի ունեցավ։ Հետաքրքիր է։ Իսկ մի էսպիսի թեմա, որը վերջին տարիներին այդքան էլ չեմ սիրում, բայց միևնույն է իրենք մնում են թեմաների թեմա։ Ինչքանով մեր ծնողները, եթե վերցնենք որ վաղ մանկության տարիքը բավականին ազդեցիկ է համոզմունքների ձևավորման, ձևակերպման, թեկուզ անգիտակցական համոզմունքների, հա, առումով, ինչքանով են մեր ծնողները դեր խաղում դրանում, հենց ծնողները։ Ну կամ եթե չկա ծնող, այն մարդիկ ով մեծացրել են այդ երեխային։ Իհարկե դա միֆային ընկալում է, որ միշտ ամեն ինչում մեղավոր են ծնողները։ Եվ իդեպ սա նաև շատ ճնշում է ծնողներին։ Մեզ մոտ իհարկե այդ միտքը, որ երեխան ընտանիքի հայելին է, շատ տարածված է, ու մենք միշտ, երբ որ երեխայի հետ մի բանային չէ, պտտվում ենք եւ նայում ենք ծնողներին, որովհետեւ մտածում ենք, որ դա անպայման ծնողների ինչ-որ բաց թողման հետևանքն է, բայց բնականաբար դա ամենևին այդպես չէ, որովհետեւ անշուշտ ինչքան փոքր է երեխան, այնքան մեծ է ծնողների դերը երեխայի ձևավորման, զարգացման եւ այլնի հարցում, բայց նաեւ մենք հասկանում ենք, որ ծնողների դերը միակ գործոնը չէ, ու այստեղ լինում են եւ անհատական առանձնահատկություններ, եւ գենետիկ առանձնահատկություններ, եւ կյանքի հանգամանքներ, սոցիալական միջավայրի ազդեցություն եւ այլն շատ տարբեր գործոններ կան։ Դրա համար շատ ընդհանրացված կլինի իհարկե ասել, որ միշտ ամեն ինչում մեղավոր են ծնողները։ Որովհետեւ կա այդ տենդենսը։ Թվում է թե ես պիտի գնամ հոգեբանի, որպեսզի վերլուծեմ իմ ծնողների մեղքերը։ Կան մեմեր, որոնք արդեն հոգնածնում են, հա, որ ասենք, չգիտեմ, մայրը գալիս է երեխայի վրա բղավում է կամ ինչ որ պատժում է կամ մի բան անում է, դա տալիս է գումարը գցում է ինչ որ մի հատ կասայի մեջ, որտեղ հավաքում են այդ գումարը, որ հետագայում այդ երեխան գնա հոգեբանի կաբինետում, դա ոնց որ աշխատի այդ խնդրի հետ։ Ու դա արդեն տհաճ է։ Այն որ այն աշյան տհաճ է, որ ուզում եմ այդ միֆը նույնպես, եթե կա նման միֆ, ոնց որ ցրենք։ Միանշանակ դա միֆային է, իհարկե այդ հումորն էլ եմ ես շատ սիրում, որ ասում են ինչ էլ անես, միևնույնն է հոգեբանի սենյակում երեխան քեզնից է բողոքելու։ Ճշմարտության տարեր այդտեղ կան, որովհետև ծնողների դերը մեծ է, ծնողների ազդեցությունը մեծ է, բայց միևնույն ժամանակ աշխատելով մարդկանց հետ մենք տեսնում ենք, որ նույնատիպ ծնողական ազդեցությունը կամ արձագանքման ձևը օրինակ է գեր ուշադրություն դարձնելը։ Տարբեր երեխաներ շատ տարբեր ձևով են վերամշակում ու հետագայում իրենց վրա շատ տարբեր ազդեցություն է ունենում ու օրինակ մեկի դեպքում
դա կարող է բերել նրան, որ ինքը դառնա ինքնավստահ ու իմանա, որ ինքը դա ստացել է ու ինքնավստահ է կարծես թե մյուսի դեպքում հակառակը դա կարող է բերել նրան, որ ինքը անընդհատ այդ ուշադրության կարիքը ունենա ու իրականում այստեղ էլի երեխայից է նաև կախված ինքը այդ նույն ծնողական արձագանքը, ինչպես, իր ներսում կվերամշակի ու հետագայում իր վրա ինչ ազդեցություն կունենա։ Հետևաբար, այո, իդեալական ծնողներ չեն լինում ու բնականաբար բոլոր ծնողներն էլ կունենան ինչ-որ բաց թողումներ, որից հնարավոր է, որ երեխաները բողոքեն, դա էլ է նորմալ։ Բայց հոգեթերապիան ամենևին չի հանգեցվում նրան, որ մենք բարթենք մեղքը ուրիշների վրա։ Որովհետև այն ինչ եղել է, արդեն եղել է։ Անգամ եթե ծնողավարական ինչ-որ մոտեցումներ ազդել են ու ինչ-որ տրավմաներ են ձևավորել կամ ինչ-որ ոչ կառուցողական համոզմունքներ, դա արդեն եղել է ու հիմա մեր անելիքը հոգեթերապիայում ամենևին նա չէ, որ մենք սկսենք մեղավորներ ման գալ, մեղադրել ծնողներին ու մնալ այդ կետի վրա։ Մենք ուղղակի դրան անդրադառնում ենք հասկանալու համար, որտեղից է դա եկել, միևնույն ժամանակ օգնում ենք այցելուին դա բաց թողնել, այսինքն ինչ որ չափով ներել, իհարկե այդ ազդեցության չափերն էլ տարբեր են, ու օրինակ նույն բռնության շատ ծանր դրսևորումներ կարող են լինել, որոնք ներելը այնքան հեշտ չէ, ինչքան օրինակ չգիտեմ, գերուշադրությունը, ամեն դեպքում, հա, մարսել այդ տեղի ունեցածը եւ գնալ առաջ, որովհետեւ լավ ծնողները կարող էին ազդել, որ իմ մոտ այս կամ այն հանգամանքը բերեր նրան, որ ես ունենայի այս համոզմունքը կամ առաջանար այսինչ մանկական տրավման, բայց լինելով մեծահասակ ու այս բոլորը գիտակցելով, արդեն պատասխանատվությունը գալիս է իմ ուսերի վրա, որ ես ոչ թե մտնեմ զոհի կերպարի մեջ, կամ անverջ մեղադրեմ ու այդտեղ փրկություն փնտրեմ, չէ՞, ու պարզվում էր ես չէի մեղավոր, դուք եք մեղավոր, դե վերջ, դա ինչ որ sense մի հատ բան է, մեխանիզմ է։ Ահա, այսինքն այդ մեմը ոնց որ թե միայն այդ առաջի սկզբի մասին է, որ մենք հասկացանք, որ ծնողական ինչ-որ մոտեցում ունեցել է ազդեցություն, լավ ունեցել է, բայց հետո ես ինչ եմ անում դրա հետ։ Ես շարունակում եմ եւս մի 10 տարի բողոքել, որ այ մաման ինձ ծեծել էր դրա համար ես էսպիսինն եմ, թե ես այդ պատասխանատվությունը ին վրա վերցնում եմ, հասկանալու, որ դա եղել է, լավ, ինձ համար լավ չի եղել։ Եթե կարող եմ դրա մասին գուցե խոսեմ ծնողիս հետ, եթե դրա հնարավորությունը չկա, գուցե ինքնուրույն ինչ-որ ձևով դա, հա, իմ ներսում կարողանամ ինտեգրեմ, ընդունեմ, որ դա եղել է, բայց նաև վերցնեմ պատասխանատվություն իմ հետագա համոզմունքների համար ու թույլ չտամ, որ այդ մանկական թեկուզ անհաջող փորձը մինչև 100 տարեկան իմ վրա ունենա մեծ ազդեցություն, որովհետև կներեք, բայց երբ որ մենք հասուն մարդիկ ենք, արդեն մենք ենք պատասխանատու նրա համար, թե այդ փորձը ինչպես է շարունակում ձևավորել մեզ հետագայում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։